Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի անակնկալ այցը Ադրբեջան մեծ հետաքրքրություն է առաջացրել վերլուծաբանների շրջանում, որ այցը անսպասելի էր, այդ մասին վկայում է այն հանգամանքը, որ պատրիարքն իր հետ ուղևորության չի տարել այլ եպիսկոպոսների։ Հայկական մեդիա դաշտում տեղ գտած հրապարակումներից ելնելով պարզ է դառնում, որ պատրիարք Կիրիլը հերթական ոչ բարեկամական ժեստ է արել ռուս ուղղափառ եկեղեցու կողմից հայերի նկատմամբ։ Հայ փորձագետները ռուսական եկեղեցուն հիշեցնում են ռուս ուղղափառ եկեղեցու որոշ ներկայացուցիչների արտահայտություններն այն հինավուրց ալբանական եկեղեցու վերականգնման անհրաժեշտության մասին, որը ըստ ավանդության ընդգրկում էր այժմ Ադրբեջանին պատկանող տարածքները, այդ թվում նաև վերջերս գրաված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները։ Պատրիարք Կիրիլը Բաքու է այցելել Հռոմի Պապի ընտրության նախաշեմին։ Վատիկանը վերջերս Ադրբեջանի տարածքում քրիստոնեական ժառանգությանը նվիրված գիտաժողով էր կազմակերպել, որը զուտ պատմագիտական միջոցառում չէ, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։ 44-օրյա պատերազմից հետո Իլհամ Ալիևի կարգադրությամբ ստեղծվել է կրոնական կառույց, որին տրվել է Ուդի աղվանական ուղղափառ եկեղեցի անվանումը։ Այդ կառույցը, սակայն, քրիստոնեական ոչ մի եկեղեցի չի ճանաչել։ Ըստ տեղեկությունների, Ադրբեջանն Ուդի աղվանական ուղղափառ եկեղեցու ճանաչման հարցով բանակցություններ է վարել Կոստանդնուպոլսի հունած տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հետ, բայց ապարդյուն։ Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքի կողմից Ուդի աղվանական ուղղափառ եկեղեցու ճանաչումը Իլհամ Ալիևին շատ շքեղ նվեր կլինի, բայց այդ դեպքում նա ստիպված կլինի աշխարհաքաղաքական վերջնական որոշում կայացնել եւ միանալ Մեծ Եվրասիային։ Կիևյան Ռուսիայի պատմության մոսկովյան կեղծիքի ճանաչման դիմաց Կիրիլ պատրիարքը կգնա սրբապղծության, կօրինականացնի Ալիևի ստեղծած Ուդի աղվանական ուղղափառ եկեղեցին։ Ադրբեջանի նախագահականի հրապարակմամբ Ալիևների հետ հանդիպման ավարտին Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Մեհրիբանին Սուրբ Օլգա իշխանուհու առաջին աստիճանի եկեղեցական շքանշանով պարգևատրել է հասարակության ավանդական արժեքների պահպանման գործում ունեցած ներդրման համար։ Ռուս ուղղափառ եկեղեցու այդ շքանշանը խորհրդանշում է Կիևյան Ռուսիայի իշխանուհի Օլգայի սրբագործությունը, որն նա ցուցաբերել է իբրև պետության կառավարիչ։ Ավանդույթի համաձայն Օլգան իր ամուսնու Իգոր Ջուրիկովիչի զոհվելուց հետո ստանձնել է Կիևյան Ռուսիայի կառավարումը մինչև որդու Սվյատոսլավի չափահաս տարիքին հասնելը։ Թվում է Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդը Մեհրիբան Ալիևային Սուրբ Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու որոշումը կայացրել է քաղաքական նկատառումներով։ Ընդունել այդ շքանշանը, իսկ պարգևատրման մասին անկասկած Ադրբեջանում իշխող զույգը նախապես տեղեկացվել նշանակում է ընդունել Կիևյան Ռուսիայի քաղաքական և քաղաքակրթական ինքնության այն վարկածը, որ պնդում է Ռուսաստանի իշխանությունը, ռուս ուղղափառ եկեղեցին։